آقا تو մեզ քաղցրես Ռոնի քեզանից է սովորել Աղա թումա Հոմովներս Սիրելիներս ողջույն երեկոյան ժամը 7-ն է Ես երեխաների հետ եկել եմ եկեղեցի Նստել ենք այստեղ մինչև եկեղեցին կբացվի ներսը դեռ 10-15 րոպե կա որպեսզի բացվի Արի գարիբալ կոշիկը հանելա Outside part of this church, but inside I don't know. Ռոնին առաջին անգամ այս եկեղեցի եկել։ Դեռ ներսը չի տեսել, շատ սիրունաբար։ Հեսա կմտնենք ներս կտեսնես։ Ահա ներսը, եկեղեցու ներսը։ Դեռ չի բացվել, 5 րոպե կա, 5-10 րոպե կա, թող բացվի կգնա։ Ռոնին իմիջայլոց ամբողջական աղոթքը գիտի հայերենով։ Մարդ չկա դրսում Վերջ հասան, չէ, մի հատ էլ կա Գնացեք Coming in the kingdom, may your grace transform us into trials that the peace of freedom, moralities, and whole causes. And now our feet are standing within the let us go rejoicing in the house of the Lord. Jerusalem is built as a city, calling as one together. Let us go rejoicing in the name of the Lord. There he set thrones for judgment, the thrones Սիրելիներս մենք տուն եկանք, ընթրիքի համար Ռոնիի ցանկությամբ պատրաստեցի տապակած հավի միս, այստեղ կոկոսի յուղի մեջ եմ տապակել, իդեպ արտակարգ համեղ է ստացվում կոկոսի յուղի մեջ եւ իհարկե ոչ վնասակար եւ գիով, յուղով, բրնձով փլավ եմ պատրաստել Քիմիոնը մի քիչ յուղի մեջ տապակում եմ, ավելացնում եմ քարիի տերևներ, հետո եփված բրինձը այդպես մի քիչ թողնում եմ, աղ եմ ավելացնում, շատ համեղ պարզ փլավ է ստացվում։ Այստեղ էլ մի կտոր ֆետա պանիր եմ դրել։ Քեզ բարի ախորժակ չապատի էլ ես ուզում, լոշիկ էլ ուզում։ Մեծ ես վերցրել, հա? Իդեպ մեզ մոտ նավրադրի տոնն է սկսվել ու ամեն երեկո երգերաժշտություն է նորից տոների սեզոնը բացվել է։ Իրար հետևից հերթով կտոնեն։
Սիրելիներս, այս կադրերը, որ տեսնում եք, Նավրատրի տոնի վերջին օրն է, այստեղ միջոցառում են կազմակերպել։ Մենք էլ որոշեցինք մեր հարևանների հետ միասին գալ։ Նավրատրին նվիրված է Դուրգա Աստվածուհուն եւ բառացի նշանակում է 9 գիշեր։ Դուրգա Աստվածուհին խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Տոնը տևում է 9 օր եւ յուրաքանչյուր օրը նվիրված է Դուրգայի տարբեր կերպարներից մեկին։ Մարդիկ պահք են պահում, աղոթում են, պարում են։ Այս տոնը հայտնի է հատկապես Գուջրատ նահանգում։ Նավրատրին սովորաբար տոնվում է աշնանը եւ համարվում է կանանց ուժի, մաքրության եւ նվիրվածության խորհրդանիշ։ Նավրատրի տոնի վերջին օրը կոչվում է Դանտերաս։ Այն համարվում է բարեկեցության եւ հաջողության սկիզբը։ Քիչ հետո այստեղ այրելու են մի խրտվիլակ, որի անունն է Ռավան։ Եվ ինչու են այրում նրան, հիմա բացատրեմ։ Ուրեմն Ռավանը հնդկական հայտնի էպոսից Ռամայանայից հայտնի կերպար է։ Նա եղել է թագավոր, շատ խելացի, քաջ, բայց միևնույն ժամանակ գոռոզ եւ ամբարտավան։ Պատմության մեջ ըստ առասպելի նա գողանում է Ռամայի կնոջը Սիտային եւ Ռաման իր եղբոր Լաքշմանի ու հավատարիմ ծառաներից մեկի օգնությամբ պատերազմ է սկսվում նրա դեմ։ Վերջում Ռաման հաղթում է Ռավանին, ցույց տալով, որ բարին միշտ հաղթում է չարին։ Ու այդ հաղթանակը նշելու համար հնդիկները ամեն տարի տոնում են այս տոնը։ Տոնի ժամանակ նրանք այրում են Ռավանի եւ նրա եղբոր եւ եղբոր որդու մեծ արձանները, որպես նշան, որ հպարտությունն ու չարությունը վերջում միշտ պարտվում են, իսկ ճշմարտությունն ու բարին հաղթում են։ Ուր թե իրական կյանքում էլ միշտ այդպես լիներ։ Իհարկե միշտ այդպես արդար չէ կյանքը ճշմարիտների ու բարիների հանդեպ, բայց ինչևէ։ Տեսնում եք, որ խրտվիլակն ունի 10 գլուխ, Ռավանն ուներ 10 գլուխ ըստ առասպելի, բայց այդ 10 գլուխները չեն նշանակում, որ նա իրոք ուներ 10 գլուխ։ Դրանք խորհրդանշական են։ Ասում են, այդ գլուխները ցույց են տալիս մարդու տարբեր 10 տարբեր զգացմունքներն ու բնավորությունները, ինչպես օրինակ սեր, զայրույթ, հպարտություն, խելք, հավատ, բարիություն, ագահություն, եսաստիրություն։ Ռավանը շատ խելացի էր, բայց չկարողացավ հաղթել իր հպարտությանն ու ագահությանը։ Նրա պատմությունը սովորեցնում է, որ նույնիսկ ուժեղ ու խելացի մարդը կարող է կործանվել, եթե չի կառավարում իր զգացմունքներն ու եսը։ Այսպես, սիրելիներս, սա էլ հնդկական տոներից մեկի պատմությունը, Ռավանի այրումը հիշեցնում է բոլորին, որ բարությունը, համեստությունն ու արդարությունը միշտ ավելի ուժեղ են, քան հպարտությունն ու չարը։ Եվ սա էլ համարվում է արարողություն, որ խորհրդանշում է բարու հաղթանակը չարի դեմ։ Ինչու են հնդիկներն այդքան խորապես կապված իրենց ավանդույթներին, կրոնին, սովորույթներին։ Ուրեմն Հնդկաստանում շատ մարդկանց համար կրոնը եւ ավանդույթը պարզապես հավատքի հարց չեն։ Դրանք հանդիսանում են կյանքի անբաժանելի մաս, դրանք առօրյայից կտրված չեն, առօրյայի մի մաս են կազմում։ Ինչպես օրինակ առավոտյան մենք արթնանում ենք, լվացվում ենք, ատամներն ենք լվանում, իրենց համար դրա նման մի բան է առավոտյան աղոթք անել։ Մի խոսքով ինչ որ փոքրիկ ռիտուալներ կան, որ առավոտյան անպայման կատարում են ու դա իրենց համար մեծ բան չէ, այսինքն տրտնջալու առիթ չէ, դա պարտադիր պայման է, որ ամեն օր անում են։ Հնդիկների մեծ մասը չի բաժանում հավատքն ու առօրյա կյանքը, աղոթքը, ծեսերը, ընտանեկան տոները կամ օրինակ բարեգործություն կատարելը համարվում են կյանքի բնական ընթացք, ոչ թե կրոնական պարտավորություն։ Ես ձեզ էլի եմ ասել այս մասին իմ վլոգներում, որ կան մարդիկ, ովքեր շատ հաճախ բարեգործություն են կատարում, օրինակ երեխաների ծնունդների առիթով, օրինակ ծնունդ չեն նշում մեծ շուկով, բայց մեծ չափի սնունդ, հագուստ, խնամքի պարագաներ են գնում, տանում ծերանոցներ, մանկատներ, կույրերի կամ խուլերի համար նախատեսված դպրոցներ։ Երեխաները դեռ փոքր տարիքից տեսնում են, թե ինչպես են իրենց ծնողները, տատիկներն ու պապիկները աղոթում ամեն օր, պահք պահում։ Այս սովորույթները նրանք ամեն օր իրենց պրակտիկայում տեսնելով են սովորում, այլ ոչ թե գրքերում կարդալով։ Այդ պատճառով էլ հավատքն ու ավանդույթը դառնում է ինքնության մի մասը։ Ավանդույթը հնդիկներին տալիս է պատկանելիության եւ ապահովության զգացում ու ոչ միայն հնդիկներին, իհարկե մենք էլ չէ ամեն ինչ անում ենք, որպեսզի պահպանենք մեր հայկական մշակույթը, որպեսզի այն սերնդեսերունդ փոխանցվի ու դա իհարկե ապահովության զգացում է տալիս, որ մենք յուրահատուկ մշակույթի կրող ենք, որ մենք շարունակում ենք այն տարածել ու այն ժամանակի ընթացքում չի կորսվի։ Նույնն էլ հնդիկների մոտ։ Հնդկաստանը շատ բազմազան երկիր է, սիրելիներս, հարյուրավոր լեզուներով ու սովորույթներով, բայց հենց կրոնական ու մշակութային արարողություններն են մարդկանց միավորում, ընտանեկան ավանդույթները, հատկապես փոքր քաղաքներում եւ գյուղերում կրոնը շատ մեծ դեր ունի մարդկանց առօրյա կյանքում։ Իհարկե կրոնական սովորույթներից
նրանցից շատերը շատ հին ժամանակներից են գալիս ու ունեցել են նաև գիտական նշանակություն, ոչ միայն հոգևոր։ Օրինակ պահքը օգնում էր մաքրել օրգանիզմը, յուղով լամպ վառելը մաքրում էր օդը, իսկ բերքահավաքի տոները նշում էին տարվա եղանակների փոփոխության ժամանակ։ Թեև այսօր ոչ բոլորը գիտեն այդ իմաստները, սակայն շարունակում են պահպանել այդ սովորույթները որպես մշակույթի մի մաս։ Այժմյան երիտասարդությունը ավելի շատ սիրում է այդ ֆեստիվալների տոների ժամանակ ուրախանալ, խնջույքներ կազմակերպել եւ այլն, բայց իհարկե շատերը նաեւ ընտանիքի հետ տոնում են ավանդական մասը այդ տոների եւ ֆեստիվալների, որովհետեւ դա հարգանքի նշան է ու ընտանիքի մեծերը հաստատ չեն հանդուրժի, որ իրենց ընտանիքի երիտասարդները չհետևեն այդ ամեն ինչին, խնջույք, բայց կրոնական ծեսերին պարտադիր պետք է հետևել։ Իսկ մարդիկ արդյոք գիտեն ավանդույթների իրական նշանակությունը, որ այդպես հավատարմորեն հետևում են։ Տեսեք, դա կախված է սերնդից, կրթությունից, ապրելակերպից։ Օրինակ, ավագ սերունդը սովորաբար լավ գիտի ծեսերի ու հավատքների իմաստը։ Նրանք սովորել են ոչ միայն ինչ անել, այլ ինչու անել։ Իսկ երիտասարդները հատկապես քաղաքներում հաճախ հետևում են ավանդույթներին ավելի շատ ընտանեկան կամ մշակութային կապի համար, քան կրոնական հավատքով։ Օրինակ, եթե ինչ-որ տոն է, ինչ-որ առիթ է, ֆեստիվալ է, ինչ լավ է, ընտանիքի անդամներով կհավաքվենք կամ բարեկամներով կհավաքվենք, մի հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Բայց ինչպես նշեցի, նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատում խորապես, շարունակում են հարգանքով վերաբերվել այդ ավանդույթներին, որովհետև դրանք իրենց ինքնության մի մասն են։ Իրենց մանկությունից այդ ամեն ինչը իրենք տեսել են։ Սիրելիներս, Հնդկաստանում հավատքն ունի բազմաթիվ շերտեր։ Երբեմն այն դրսևորվում է աղոթքով, երբեմն խոհանոցում, երգում, հագուստի մեջ, հարևանի հետ շփվելիս։ Այս ամենը միասին է ստեղծում այն յուրահատուկ հնդկական ոճը, որտեղ կրոնը, մշակույթն ու առօրյան միահյուսված են եւ այդպես էլ փոխանցվում են սերնդից սերունդ։ Հուսամ հետաքրքիր էր։ Տեսեք, ժողովուրդը լոտո էր խաղում։ Արեգն էլ էս լոտոյի թղթերը ու ֆլոմաստերը վերցրել ֆռում է։ Արեգը լավ քեֆ արեց։ Այսօր Արեգի օրն է։ It's okay. I was saying after that incident, no, in Veerabayanda Sports Club, now these guards have become super alert. Yeah. Very alert. It's good. Մենք ես խաղահրապարակում ենք, գնա։ Արեգ, hi. Սիրելիներս ողջույն, հուսամ լավ եք, ես լավ եմ ինչպես տեսնում եք, արևային պայծառ օր է մեզ մոտ, ժամը 11:30 առավոտյան, ակնոցս հիմա կդնեմ, գնում եմ ականջիս անցքան է, որովհետև փակվել է ու ես չեմ կարողանում ականջով կրել, ինչքան ժամանակ արդեն 2 տարուց ավել կլինի երևի, Անուի հետ եմ, գնացինք, սիչ? स्टेशन जाना है क्या? You have to give my laptop. मेरा लैपटॉप चल नहीं रहा है कल से। अच्छा। पर्सनल लैपटॉप जो पहला लैपटॉप देंगे बाद में जाएंगे। हाँ, लैपटॉप दे के फिर बाद में जाएंगे। ठीक है, चलेगा। ठीक है ना? Relaxing. Այստեղ զարդերի խանութներ կան շատ, ոսկյա եւ արծաթյա։ Արծաթյա զարդերի խանութ մտնենք, տեսնենք իրենք սովորաբար ունենում են, այսինքն անում են էլի այդ գործը, դակում են ականջ եւ քթի պիրսինգել են անում, տեսնենք ինչ կասեն։
लाइट बन बोल दे ना सीधा पर वो मारेगा हाँ लोटी लोटी अरे वो दिखेगा कैसे 200 ग्राम के 5 पीस आएंगे हाँ वैसा है ժողովուրդ ցավոտ էր էս երկրորդը բայց սիրուն է պուջայի ինչ որ աքսեսուարներ ունեն ամաններ վերջ գնացինք գո եւ շնորհակալ սիրուն է դեր ցավում է, բայց մինչև օրվա վերջ կանցնի ստում է, այս խանութում էինք։ Սիրելիներս այսքանով էլ ավարտեմ այսօրվա վլոգը, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, հուսով եմ հետաքրքիր էր, մի քանի րոպեով կտրվեցիք ձեր առօրյայից ու հայտնվեցիք մեկ այլ իրականության մեջ։ Շուտով կրկին կհանդիպենք, լավ մնացեք։